ասեմ, էլի։ Քայլ արա մերժի Սերժին, ասինք, մերժեցինք։ Ուրեմն Լևոն Տեր-Պետրոսյանը, Քոչարյանը, Սերժ Սարգսյանը եւ նրանց վասալները ամբողջովին թալանեցին Հայաստանը։ Ոչ մի բան իրենց հաշվին չեն կառուցել Հայաստանում։ Ոչ մի բան, նույնիսկ մի հատ կրպակ չեն կառուցել։ Ուղղակի ուրիշներին սեփականացրել են, պետականը սեփականացրել են, մարդկանցից խլել են եւ այդպես շարունակ։ Հիմա ժողովուրդ ջան, սենց մի հարց էլի, նրանք փաստորեն արդեն մեր ժողովրդավար երկրին վտանգ չեն սպառնում, մեր ժողովրդավար երկրին վտանգ է սպառնում Սամվել Կարապետյանը, որը որ Հայաստանի բոլոր մարզերում սեփական փողերով, սեփական ունեցվածքով եւ դպրոցներ, եւ մանկապարտեզներ, եւ ամեն ինչ էլ կառուցել է։ Ու այդ ամբողջը ինչ կառուցել է, նվիրատվիրել է համայնքներին։ Հիմա Սամվել Կարապետյանը մեր երկրին վտանգ է սպառնում, նրանք չէ, հա։ Ինչ հետարքիր է էլի, մի հատ ժողովուրդ ջան, հասկանանք, ես ինչ է կատարվում մեր երկրի հետ։ Մենք կամաց վերածվում ենք Ադրբեջանի, Իլխամ Ալիևի օրենքին է սկսում արդեն ստեղծել, անհասկանալի բաներ է կատարվում։ Են որ մի հատ գեղեցիկ խոսք է, ասում են, մենք սրա համար ենք հեղափոխություն արել։ Հիմա ժողովուրդ ջան, մենք սրա համար ենք հեղափոխություն արել։ Ուրեմն այդ սաղ երկիրը թալանածները արդեն երկրին վտանգ չեն սպառնում։ Սամվել Կարապետյանը, որ այդքան բան արել Հայաստանի համար իր ունեցվածքով, սեփական ունեցվածքով, նա մեր երկրին վտանգ է սպառնում։ Ժողովուրդ ջան, ինձ համար մի քիչ անհասկանալի է այս process-ը։ Ես չեմ ուզում, որ մեր երկիրը սենց process-ների մեջ լինի։ Մեր ժողովուրդը սենց բաների միջով անցնի։ Բացատրեք հասկանամ, էլի, մեկը կա մեր երկրում, ինձ բացատրի ասի, այ սենց բան արել դրա համար է բանտարկված, ուրիշ ոչ մի բանի։ Նույնիսկ Վարշավիրը չեն թողանում, այ մարդ այդ մարդու տուն մտնի, թե որտե է ինքը մտնի մազերը։ Հիմա նոր երեկ ասма թույլատրել են ամիս 2 անգամ Վարշավիր գնա մոտ։ Վայ, իրականում արա այդքան վտանգավոր է այդ մարդը մեր երկրի համար։ Ժողովուրդ ջան, ես ինչ վիճակի մեջ ենք ընկնում մենք։ Արդեն Ադրբեջանում ինչ օրենքներ է դիկտատորական, կամաց հաղորդում են, որ Հայաստանում սկսում են նման օրենքներ ընդունել հեսա։ Համացանցերում ինչ-որ բաներ գրողներին դատապարտեն, դատեն։ Ադրբեջան ենք դառնում, հա, փաստորեն։